Մեջի առավելապաշտները հենվում էին հասարակության որոշակի մտածելակերպի վրա, որը ուներ իր մեջ հայդատական բաղադրիչներ, այսինքն որ պատմական Հայաստան ենք ունեցել, տարածքները պետք է վերականգնել, բայց Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել տարածքների վերականգնման, պատմական տարածքների վերականգնման շարժում։ Դա եղել է Արցախի ժողովրդի պաշտպանության, իրենց կյանքի, ազատությունների պաշտպանության շարժում։ Այն պահից, երբ որ ցավոք սրտի մեր առավելապաշտների ջանքերով շարժումը դուրս եկավ այդ շրջանակներից, այսինքն դրեց իր առջև նպատակներ տարածքային, իսկ դա ըստ էության 98 թվին տեղի ունեցած հակամարտության, ներքին հակամարտության էություններ։ Մենք ուզում էինք փրկեինք Ղարաբաղը, փրկեինք այնտեղ ապրող ժողովրդին, նրանք ուզում էին, որ մենք չգնայինք զիջումների այդ նպատակը անելու համար։ Այդ բանը չեղավ, այդ խաղաղությունը չեղավ։ Հետո այդ առավելապաշտությունը արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք ավելի ծայրահեղ բնույթ կրեց, երբ որ արդեն ընդհանրապես անգամ հրաժարվեցին բանակցություններից։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց բանակցություններից։ Սկզբում առաջարկեց նշաձողի չեցնել։ Չէ, սկզբից հրաժարվեց բանակցություններից, որի հետևանքը եղավ պատերազմը։ Այդ պատերազմի հետևանքով մեկ էլ սկսեց արագ խելոքանալ։ Բայց այդ խելոքանալը ցավոք սրտի տեղի ունեցավ մյուս ծայրահեղության մեջ ընկնելու բանով, ձևով։ Հասկանում եք, այդ Փաշինյանը ի վերջո մի հատ էվոլյուցիա կատարեց այն ծայրահեղական ոչ մի թիզական այդ դիրքորոշումից դեպի բացարձակ հանձնվելու ընթացքը, որը հիմա էլ տեղի է ունենում ու դեռ չի դադարում։